Ժամանակակից աշխարհը սոցիալիզմ բառից խուսափում է, սարսափում է, իսկ նա երկիրը պետք է տաներ միայն ու միայն սոցիալիստական ուղիով, ոչ առաջվա, նորագույն պայմաններով, նոր մոտեցումներով։ Պետք չի մոռանալ Կարեն Դեմիրճյանին, պետք չի մոռանալ նրա արածը հայ ազգի համար։ Ու մենք պարտավոր ենք եւ պարտք ենք մեր համարում շարունակելու նրա գործը։ Քանի որ ինչպես ամենաշատը իր մասին, որ հայտնիություն ունեին, շատ կարևոր ելույթ կար Ռիմա Դեմիրճյանը եւ խոսում էր նրա մասին, մայից հետո ասում էր, որ Կարեն Դեմիրճյանը զոհվեց իր սոցիալիստական գաղափարների շնորհիվ այդ ամենով իր զոհվելը։ Նա ուզում էր Հայաստանը տեսնել սոցիալիստական, ինչը շատ ուժերի ձեռք չէր տալիս։ Այդ իսկ պատճառով այսօր մենք ունենք այդ ռիսկը շարունակելու Դեմիրճյանի գաղափարները։ Մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա եւ խոսք ենք տալիս ամբողջ հայությանը, որ Հայաստանը պետք է լինի սոցիալիստական, Հայաստանը պետք է լինի արդյունաբերական հզոր երկիր։ Իսկ եթե դա որոշ ուժերի սրտով չի, դա իրենց խնդիրն է։ Փառք Կարեն Դեմիրճյանին, եկեք ծափողջություններով հիշատակենք Կարեն Դեմիրճյանին, քանի որ Հայաստանում ընդունված է, որ նման հերոսները, նման կարևորագույն մարդիկ, անկախ նրանից, որ այս պահին մեր հետ չեն, մենք միշտ իրենց պետք է հիշենք ծափերով, ուրախությունով հիշենք, որ ունեցել ենք Կարեն Դեմիրճյան։ Ես երկու խոսք ասեմ, ուրեմն սերունդերին մենք պետք է կարողանանք ապացուցենք ու բացատրենք, որ Կարեն Դեմիրճյանը առաջի հերթին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնի առաջին քարտուղար։ Ինքը կառուցել է սոցիալիստական Հայաստան։ Ինքը ազգի հերոս կոչումը ստացել է դրա համար, որ ինքը կառուցեց սոցիալիստական Հայաստանը, որը որ ունեցավ մեծ տնտեսություն, որը ունեցավ Երևան քաղաք, որը ունեցավ Հայաստան, որը ունեցավ Արցախ։ Հա, իսկ վերջի մի տարի, որ Կարեն Սերոպեիչը եղավ ազգային ժողովի նախագահ, բերեց դրան, որ երկիրը էլի ոտի էր կանգնում ու բերում էր գալիս է դեպի սոցիալիզմ։ Բայց ինչ որ ուժեր կապիտալիստական չուզեցին, որ սոցիալիզմ լինի Հայաստանում, չուզեցին, որ այդ մարդու անունը, որը եղել է կոմունիստական կուսակցության կենտրոնի առաջին քարտուղար, ու իմիջիայլոց այսօր բոլոր մամուլում, բոլոր էջերում գրված է ուղղակի ազգային ժողովի նախագահ։ Ոչ Կարեն Սերոպեիչը եղել է առաջի հերթին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնի առաջին քարտուղար։ Ու առաջի հերթին ինքը եղել է սոցիալիստ եւ կառուցել է Հայաստանը նոր սոցիալիստական ձևով, սոցիալիստական ուղիով էր կառուցելու Հայաստանը, բայց ցավոք սրտի կապիտալիստական ուժերի շնորհիվ դա էլի մենք չկարողացանք անենք։ Կարեն Դեմիրճյանը եղել է իմ քաղաքական ուսուցիչներից մեկը։ Ինքը ուներ շատ լավ խոսք, ինքը գերազանց պատկերացնում էր Հայաստանը, ինքը Հայաստանում գիտեր յուրաքանչյուր քար, ինքը գիտեր որտեղ ինչ բնակչություն է, ինքը կարող էր ասել Մեղրիի շրջանում, Մեղրիում, այս ինչ Պավարոտի վրա սենց բան կա։ Տենց քաղաքական, հասարակական, պետական գործիչ Հայաստանը չի ունեցել։ Շնորհակալ եմ Կարեն Դեմիրճյանին։ Ժամանակակից աշխարհը սոցիալիզմ բառից խուսափում է, սարսափում է, իսկ նա երկիրը պետք է տաներ միայն ու միայն սոցիալիստական ուղիով, ոչ առաջվա, նորագույն պայմաններով, նոր մոտեցումներով։